Քրիստոս հարյավի մեռելոց եւ համբարձավ փառոք առհայր։ Եվ համբարձում Տեր Հիսուս Քրիստոսի։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Գործ Առաքելոցի հատվածն եմ ընթերցում։ Առաջին պատմությունը գրի առա, ով Թեոփիլ է այն բոլոր բաների մասին, ինչ Հիսուսն սկսեց անել եւ ուսուցանել սկզբից մինչեւ այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով պատվեր տվեց առաքյալներին, որոնց ինքն ընտրել էր, եւ երկինք վերացավ։ Նա իր չարչարանքներից հետո իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով 40 օրերի ընթացքում, երևալով նրանց եւ խոսելով Աստծո արքայության մասին։ Եվ մի օր նրանց հետ հաց ուտելիս պատվեր տվեց նրանց, որ Երուսաղեմից չմեկնեն, այլ սպասեն հոր խոստումին, որը ասաց լսեցիք ինձանից, որովհետև Հովանեսը մկրտեց ձեր ջրով, բայց դուք այս օրերից ոչ շատ հետո պիտի մկրտվեք Սուրբ Հոգով։ Նրանք մոտենալով հարցրին նրան եւ ասացին. Տեր, այս ժամանակում է, որ վերահաստատելու ես Իսրայելի թագավորությունը։ Հիսուս նրանց ասաց. ձեզ տրված չէ իմանալ այն ժամերն ու ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանության մեջ, այլ երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, զորություն պիտի առնեք եւ ինձ վկաներ պիտի լինեք Երուսաղեմում եւ ամբողջ Հրեաստանում, Սամարիայում եւ մինչեւ աշխարհի ծայրերը։ Եվ երբ այս խոսքերն ասաց, մինչ նրանք դեռ նայում էին, երկինք վերացավ եւ ամպը նրան ծածկեց նրանց աչքերից, եւ մինչ իրենց աչքերը հառած նայում էին նրա երկին գնալուն, ահա նրանց երևացին սպիտակ զգեստների մեջ երկու մարդիկ, որոնք եւ ասացին. ով գալիլեացիներ, ինչու կանգնած նայում եք երկնքին, այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք նրա երկինք գնալը։ Ապա Երուսաղեմ վերադարձան Ձիթենիաց կոչվող լեռից, որ Երուսաղեմին մոտ էր շաբաթ օրն անցնելիք մի ճանապարհի չափ, եւ երբ քաղաք մտան, բարձրացան վերնատունը, որտեղ եւ բնակվում էին Պետրոսն ու Հակոբոսը, Հովանեսն ու Անդրեասը, Փիլիպոսն ու Թովմասը, Բարթողմեոսն ու Մատթեոսը, Ալփեոսի որդի Հակոբոսն ու նախանձահույս Շմավոնը եւ Հակոբոսի որդի Հուդան։ Սրանք բոլորը միասիրտ հարատևորեն աղոթքի մեջ էին կանանց, Հիսուսի մոր Մարիամի եւ նրա եղբայրների հետ։ Այսօր համբարձման տոնն է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս իր հարության 40-րդ օրը համբարձվեց երկինք եւ այդ դրվագը ընթերցվեց հիմա ձեզ համար, ձեր առջև ընթերցվեց, ուրեմն Գործ Առաքելոցի առաջին գլխից, թե ինչպես վերջին պատվերները տվեց իր առաքյալներին եւ համբարձվեց։ Նաեւ նույնի մասին էր Մատթեոսի ավետարանի վերջին հատվածը, որ ընթերցվեց քիչ առաջ, թե ինչպես Հիսուս պատվիրեց առաքյալներին, որ գնան աշխարհով մեկ, բոլոր ազգերին աշակերտ դարձնեն, մկրտեն բոլորին Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով եւ սովորեցնեն պահել այն բոլոր պատվիրանները, ինչ ինքը ավանդել էր նրանց, եւ Քրիստոս երկինք համբարձվեց։ Այսօր տոնն է համբարձման։ Ինչ է համբարձումը։ Համբարձումը Քրիստոսի երկրավոր տնօրենությունների ավարտն է։ Աստված մարմնով հայտնվեց մեր մեջ եւ Աստված մարմնով մեր միջից վերացավ համբարձման ժամանակ։ Հարությունից հետո դեռևս Աստված երկրի վրա էր եւ երևում էր 40 օրերի ընթացքում։ Համբարձումով
երկրավոր առաքելությունը Քրիստոսի, երկրավոր տնօրինությունները ավարտվեցին եւ այս շատ կարեւոր էր, ինչի համար Քրիստոս իր հարությամբ մահվանը հաղթեց եւ մեզ կյանք պարգևեց բայց համբարձմամբ Քրիստոս բացեց երկնքի դռները մեր առաջ Սաղմոսում ասում է բացեք երկնքի դռները երկրի իշխաններ երկնքի իշխաններ որպեսզի փառքերի Տերը մտնի որ ամեն պատարագի ասում են եւ այսօր այդ երկնքի դռները դարպասները բացվեցին եւ Քրիստոս մտավ երկինք եւ մեր մարդկային բնությունը որ առել էր երկրի վրա իր հետ տարավ երկինք եւ բազմեցրեց Հոր Աստծո աջ կողմում Քրիստոսն ավետարանում ասում է ուր որ ես եմ այնտեղ պիտի լինեն իմ աշակերտները այնտեղ պիտի լինեն իմ հետևորդները իմ պաշտոնյաները ինձ պաշտողները Քրիստոս երկինք մտավ երկնքի արքայություն այսինքն երկինք ասելը շնորհ պատրիարքն ասում է չհասկանանք միայն տեղի առումով որտեղ Աստված ամեն տեղ է այլ հասկանանք իր աստվածության փառքի մեջ մտավ իր աստվածության դրանից չէր հեռացել բայց վերադարձավ Հոր Որդու եւ Սուրբ Հոգու թագավորության մեջ եւ մեզ էլ խոստացել է թագավորությունը Քրիստոս ավետարանում իր խոսքում ասում է եթե ես չգնամ Սուրբ Հոգին չի գա որտեվ Քրիստոսի համբարձմամբ երկրորդ եթե կարելի այդպես ասել երկրորդ դարաշրջանը փրկագործության ավարտվեց եւ սկսվեց երրորդ դարաշրջանը որը պիտի ավարտվի Քրիստոսի երկրորդ գալուստով ինչ դարաշրջանների մասին եմ ասում առաջին դարաշրջանը արարչագործությունից մինչև Քրիստոսի ծնունդն էր որտեղ Հայր Աստված խոսում էր իր ժողովրդի հետ որտեղ Հայր Աստված խոսում էր մարդկության հետ թե ինքը թե իր մարգարեների նախահայրերի միջոցով Աստծո ձայնն էր լսվում նաև մարգարեների միջոցով երկրորդ շրջանը երբ Աստված ինքը երկնքից իջավ մարմնացավ մարմին առավ մարդացավ եւ ապրեց մարդկանց մեջ ոչ միայն ձայնով, այլ նաև տեսանելի եւ շոշափելի եղավ մարդկանց, ինչպես առաքյալն է ասում։ Եվ իր փրկագործության տնօրինական խորհուրդը կատարեց, ինչ էր իր փրկագործության խորհուրդը, իր պատարակումով, իր զոհաբերությամբ փրկություն բերեց մարդկային ցեղին։ Իր մահվամբ մահվանը հաղթեց եւ իր հարությամբ կյանք պարգևեց մեզ բոլորիս։ Եվ ինչ արեց համբարձումով տարավ մեզ երկինք մարդկային բնությունը որ հագել էր տարավ երկինք եւ բացեց երկնքի ճանապարհը մեզ համար որը փակված էր մեղքի պատճառով Քրիստոսի եւ ավարտվեց Քրիստոսի երկրավոր կյանքի երկրավոր տնօրինությունների շրջանը եւ սկսեց համբարձումից հետո երրորդ շրջանը երբ Աստծո Սուրբ երրորդության երրորդ անձը Սուրբ Հոգին Հոր եւ Սուրբ Հոգու կամքով երկնքից իջավ եւ բնակվեց մեր մեջ, բնակվեց աշխարհի մեջ, բնակվեց եկեղեցու մեջ, որպեսզի մեզ առաջնորդի փրկության ճանապարհով, այն փրկության, որը Քրիստոս բացեց մեր առաջ, Սուրբ Հոգու ժամանակաշրջան եկավ։ Եվ այսօրվանից ոչ շատ օրեր հետո, ուղիղ 10 օր հետո, մենք պիտի Սուրբ Հոգու գալստյան տոնը կատարենք, հոգե գալուստն է, Սուրբ Հոգին համբարձումից 10 օր հետո իջավ եւ առաքյալներին վերածնեց, առաքյալները փոխվեցին, ինչպես հատվածում ասում էր, քիչ սրանից քիչ օրեր հետո նստեք Երուսաղեմում սպասեք, որովհետեւ քիչ օրեր հետո երկնքից զորություն պիտի ստանաք։ Այս զորությունը ստացան առաքյալները եւ այդ զորությունը Աստված Սուրբ Հոգու միջոցով տալիս է բոլոր իրեն հավատացողներին, որպեսզի կարողանան զորանան, եւ
Աստծուց ստացած շնորհով, զորությամբ կարողանան իրենց հավատքն ապրել, որ ինչքան էլ ընկնեն, նորից կարողանան կանգնել, ինչքան էլ մեղանջել, նորից կարողանան զղջալ, ապաշխարել եւ ճանապարհից չհեռանալ։ Երկինք տանող ճանապարհը դժվարին է, նեղա, անձուկա, մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասեց, եւ քչերն են, որ պիտի մտնեն։ Եվ ամեն մեկը պիտի պայքարի այդ ճանապարհի մեջ մնալու եւ այդ ճանապարհով տեղ հասնելու վրա։ Հեշտ չի։ Ամենամեծ երանությունը, ամենամեծ ուրախությունը, ամենամեծ բանը, որ մարդը կարող է հասնել, երկնքի արքայությունն է։ Եթե աշխարհիկ, ժամանակավոր, անցողիկ, խաբուսիկ, ունայն երջանկությունների եւ ուրախությունների համար մարդիկ մեծ ջիքեր ու ջանքեր են գործադրում, շատ չարչարվում են աշխարհիկ ինչ-որ ուրախությունների հասնելու, ձեռք բերելու համար, հապա որքան առավել, ուրեմն այն մեծ ուրախության, մեծ երանության համար, որ Աստված պատրաստել է մարդու համար, երկնքի արքայության համար։ Բայց այստեղ մենք չպիտի հուսահատվենք, որովհետև այդ պայքարի մեջ Աստված մեզ մենակ չթողեց։ Աստված միշտ մեզ հետ եղավ։ Առաջի օրից, երբ մարդը ընկավ մեղքի պատճառով, Աստված անընդհատ խրատեց ու դաստիարակեց մարդուն։ Նախահայրերի միջոցով, մարգարեների միջոցով օրենքներ տվեց, կանոններ տվեց, պատվիրաններ տվեց, հետո ինքը եկավ իր ներկայությամբ զորացրեց մարդկանց։ Քրիստոսի աշխարհային կյանքը, աշխարհի մեջ եղած կյանքը ոչ միայն զորացրեց, ուսուցանեց, մեր փրկությունը գործեց։ Հետո համբարձումից հետո էլ Սուրբ Հոգին եկավ եւ Սուրբ Հոգին առաջնորդելու է եկեղեցուն եւ բոլոր քրիստոնյաներին միջև մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը։ Ինչի մասին այս դրվագում հրեշտակներն ասացին, այն Հիսուսը, որ ձեր աչքերի առաջ հիմա երկինք վերացավ, պիտի գա հոր փառքով եւ հրեշտակների դասերով։ Եվ ինչի համար պիտի գա։ Պիտի գա երկնքի արքայությունը հաստատելու, պիտի գա դատաստանի համար, որպեսզի ովքեր սպասեցին աչքերը երկինք հառած Քրիստոսի գալստյանը, արժանանան երկնքի արքայության, ովքեր աչքերը երկնքից կտրեցին եւ այս աշխարհի իրողությունները սկսեցին փնտրել, նրանք էլ այդ օրը զրկվեն երկնքի արքայությունից եւ հավիտենական դատապարտության գնան։ Ուրեմն մեր Տերը ուր է, երկնքում է։ Եվ մենք ինչ պիտի անենք։ Միշտ մեր աչքերը երկնքին հառած պիտի ապրենք, այսինքն ֆիզիկական առումով չեմ ասում, այսինքն միշտ մեր բաղձանքը պիտի լինի երկնքից։ Մեր երջանկության ակնկալումը, մեր հեռանկարը, մեր կյանքի նպատակը պիտի երկնքում լինի, ոչ թե այս աշխարհի իրողությունների մեջ, որտեղ այս աշխարհի իրողությունները հունայն են, փուչ են, այս աշխարհի հետ պիտի դրանք էլ վերանան։ Հիմա հիշեցի, որ Երուսաղեմում կա Ձիթենյաց լեռը, ովքեր Երուսաղեմ ուխտի են եղել են այնտեղ, տեսել են։ Եվ Ձիթենյաց լեռան վրա հին ժամանակներում եղել է այն տաճարը, որը կոչվել է Քրիստոսի համբարձման տաճար, այսօր այդ տաճարը չկա, ավերված է, բայց Քրիստոսի այդ տաճարի մի փոքրիկ մասում, այսինքն լեռան այն մասում, որտեղից ավանդությունն ասում է, որ Քրիստոս երկինք է համբարձվել, մզկիթ է, իսլամական մզկիթ, եւ Երուսաղեմ ուխտի գնացող քրիստոնյաները ամբողջ աշխարհից գալիս են, մտնում են այդ մզկիթը եւ այդ մզկիթի մեջ կա մի քար, որի վրա ասում են Քրիստոսի վերջին ոտնահետքի տեղն է դա, որտեղից Քրիստոսի ոտքերը կտրվեցին եւ Քրիստոս համբարձվեց երկինք։
եւ նվիրական այդ վայրում քրիստոնյաները գալիս են, խոնարհվում են, համբուրում են այդ Սուրբ Քայլը, որը սրբվել է Քրիստոսի ոտնահետքերով եւ աղոթում, որպիսի Աստված մեզ էլ արժանի անի մի օր, այս երկրից կտրվելու եւ երկինք վերանալու իր երկրորդ գալստյան օրը։ Այսօր երկնքի փակված դռները բացվեցին մեր առաջ։ Այսօր մարդկային բնությունը գնաց մտավ երկնքի արքայություն եւ բազմեց Հայր Աստծո աջ կողմում։ Այսօր մարդուն Քրիստոս, որտեղ ինքը մարդացած Աստված էր, մարդուն տարավ երկինք եւ մցրեց երկնքի արքայություն։ Այսօր երկնքի արքայությունը տրվեց մեզ որպես ժառանգություն Քրիստոսի համբարձմամբ եւ տա Աստված, որպեսզի մենք այդ իրողության մեջ ապրենք մեր կյանքը, մենք միշտ փափագենք հասնելու երկնքի արքայության, ոչ թե այս աշխարհի մեջ թագավորության արքայության, այլ երկնքի արքայության, բայց ցավոք սրտի մենք շատ հաճախ նույնիսկ ենթագիտակցաբար, եթե չասեմ գիտակցաբար, այս աշխարհի մեջ ենք ձգտում թագավորության, ուզում ենք թագավոր լինել, ուզում ենք ապահով լինել, ուզում ենք երջանիկ լինել, ուզում ենք հարուստ լինել, ուզում ենք ճոխ լինել, ուզում ենք նեղություններ չկրենք այս աշխարհի մեջ, այսինքն ասել է թե թագավոր ենք այս աշխարհի մեջ, բայց Քրիստոս իր օրինակով նույնիսկ ավետարանում ցույց տվեց, ասում է, երբ որ հացի բազմացումից հետո մարդիկ ուզում էին Քրիստոսին բռնեին, տանեին, թագավոր դարձնեին, Քրիստոս խույս տվեց, չուզեց, որտեղ իր թագավորությունը այս աշխարհից չէր, ինչպես Պիղատոսին ասաց, իր թագավորությունը երկնային թագավորություն է եւ հավիտենական, եւ սրանով նաեւ Քրիստոս մեզ ուսուցանում է, որ դուք մի փնտրեք այս աշխարհի իրողությունները, այլ փնտրեք երկնքի արքայությունը եւ Աստծո արդարությունը, մնացած ամեն ինչ ձեզ ավելիով կտրվի եւ այսօր ուղղակի իր համբարձմամբ այդ ամեն ինչը բացեց մեր առաջ Քրիստոս, բացեց այդ իրողությունները մեր առաջ եւ ասում է եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ եւ ծանրաբեռնվածներ եւ ես ձեզ պիտի հանգստացնեմ, հրավիրում եմ ես բոլորին իրեն գալ եւ մի օր էլ իր հետ հանգրվանել կամ մի օր էլ իր հետ բազմել երկնքի արքայության մեջ։ Քրիստոս հարյավ իմերելոց եւ համբարձավ փառոք արհայր։ Օրհնյալ է հարությունը եւ համբարձումը Տեր Հիսուս Քրիստոսի։ Շնորհավոր Սուրբ Համբարձման տոնը։